շրջվիր կողքինիդ ասա դու ճիշտ տեղում ես այսօր դու յուրահատուկ ձևով օրնվելու ես որովհետև Աստված բան ունի ասելու քեզ ճիշտ տեղում ամեն Փառք Տիրոջը սիրելի մայրիկներ ջան քույրեր ջան դուստեր ջան ձեր տոնը ձեր մարդիությունը շնորհավոր Աստծո խոսքն ասում է իմաստուն կինը կառուցումատուն է հիմարը քանդում է ես ավելի քան համոզված եմ որ բոլոր այստեղ կանացի սերի անձնավորությունները բոլորն էլ իմաստուն են սկսած մանուկներից մինչև մեր արդեն հասուն հասակ ունեցող քույրերը Փառք Աստծուն Տերը առատորեն օրհնի ձեզ Հիսուս Քրիստոսի անունով Գիտեք այնքան հարազատ եք դարձել արդեն մտածում եմ եթե աշխատանքս չլներ ես տունս փոխեի Աստեղ ավելի շատ ուժեղ է քաշում ձեր մթնոլորտը մեր մայրենի լեզով որ փառաբանում ենք Աստծո խոսքն ասում է ազգերը թող փառաբանեն իմ անունը սաղմոսներ ասեն ինչի նկատի որ ամեն ազգ իր լեզվով փառաբանի ինչքան հաճելի է որ հայերեն մենք փառաբանում ենք մենք յուրահատուկ միսիա ունենք Աստված մեծ գործեր ունի անելու Հիանալի թեմա եմ պատրաստել ու Սուրբ Հոգին որ դրավ իմ սրտին այսօր ծառայությանը Գենտ քաղաքում ծառայության ընթացքում ես շատ ուշադիր նայում էի լսում էի հով ինչ ասում ու Սենց մի մոմենտ եկա ու տուպիկի առաջ կանգնեցի ասացի հովը իմ պատրաստած քարոզի կեսը արդեն ասեց ես ինչ պետք է անեմ ու իրոք Պաշտամունքից հետո ես մոտեցա ասացի հով ջան բա ինչ ասեմ ես ավելի ճիշտ կլինի երևի քարոզի կեսը դնենք ձայնագրենք լսենք նայենք ու դա հաստատ իմ քարոզի կեսը կլներ Թող Սուրբ Հոգին առաջնորդի Տեր Հիսուս, խնդրում եմ օրհնիր իմ շուրթերը, իմ միտքը, այն խոսքը, որ պատրաստել ես, թող յուրաքանչյուրը ընկալի ճիշտ ձևով Տեր ջան, որ դա իրանց բժշկություն տա, ազատագրություն ու հաղթանակ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Գիտեք, թեման, որ պատրաստել եմ, կոչվում է նախանձը սրտի թաքնված թշնամին։ Շատ հետաքրքիր թեմա է որ պետք է ամենքս մեր անձերի մեջ սենց մի հատ քննենք, անալիզանենք, տեսնենք որտեղ ենք մենք գտնվում, հա, ու մենք կվերցնենք Աստծո խոսքից տեղեր ու համատություններ կանենք ու տեսնենք Աստված ինչը ոնց է նայում այդ այն մարդկանց, որ ունեն այդ բնավորությունը նախանձելը Եկեք բացենք Հակոբոսի 3:16 Որովհետև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բաներ կան։ Նախանձ ինչա։ Դա մի սրտի մի այնպիսի վիճակ է, որ մարդուն Այդ վիճակում դժվար է ուրախանալ ուրիշ օրհնություններով։ Գիտեք դա ինչ է, դա ներքին, ռուսերեն ասում են պրոցես, դա դժգոհություն։ Ներքին դժգոհությունը այն բանից, որ ուրիշը ունի դա, ես չունեմ։ Հա, հովիվ այսօր էլ ասեց, դու մի նայի ուրիշը ինչ ունի։ Նայի Աստված քեզ ինչ է տվել, հենց քո կանգնած տեղը ընդունիր դա ու գնա առաջ։ Աստված քո հետ գործելու է։ Մի նայի կողքին Աստված ինչ գործողություն կանի իր հետ, որովհետև դա քեզ հաստատությունություն չի տա։ Դու կանգնած տեղը կարող է դոմփես, դու քայլ չես անելու, դու առաջ չես ընթանալու։ Աստված որտեղ որ քեզ նշանակել է, որ ծառայությունը որ քեզ տվել է, վերցրու հավատարիմ առաջ գնա։ Աստված հետագայում մեծ գործեր կանի, եթե վստահ ծառայես իրեն, հավատարիմ լինես քո ծառայության մեջ։ Տեսեք, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նախանձը դա էմոցիա չի, դա զգացմունքներ չի։ Դա
մեղքի արտահայտությունն է։ Գիտեք, դա կարող է կործանի մարդուն։ Նախանձը դա մի բան է, որ ծածկված, հենց որ ենթավերնագիրն որ թաքնված բան է, սրտի թշնամին է թաքնված։ Նախանձը մարդուն կարող է տանի մի այնպիսի իրավիճակների, որ ոչ ծոմեր, ոչ աղոթքներ, ոչ եղբայրների քույրերի այցելություններ, ոչ մի բան չի կարող այդ մարդուն այդ փոսից անի։ Գիտեք, ես էլ էի պատրաստվում ասեմ ինչ որ հովիվը ասում էր ես օժտված չեմ պարգևներով։ Ես երազել եմ գիտար նվագեմ, ես երաժշտություն շատ եմ սիրում, բայց ոչ մի շնորհք չունեմ այդ բնագավառում։ Ու եթե Աստված դա ինձ չի տվել, ինձ մնում է ես աղոթեմ այն մարդկանց համար, ովքեր օժտված են, ում որ Աստված տվել է, որովհետև Աստված իրանց տանելու է առաջ քո աղոթքներով։ Ու չկասկածես, որ քո վարձքը քիչ կլինի։ Չկասկածես։ Գիտեք, նախանձը մի հատ մեծ զորություն ունի, որ Աստվածաշնչի հենց սկզբից դա մարդուն տարել է սպանության։ Հասկանում եք։ Եկեք վերցնենք Կայեն եւ Աբելի օրինակը, հա, Ծննդոց 4:4-5 եկեք բացենք։ Տեսեք, եւ Հաբելն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներից է եւ նրանց պարարտներից է եւ Եհովան Հաբելին եւ նրա ընծային մտիկ արավ, բայց Կայենին եւ նրա ընծային մտիկ չարավ եւ Կայենը շատ բարկացավ երեսը կախեց։ Գիտեք, Կայենին հնարավորություն տված է եղել։ Նա իր սրտի դրդումով չի արել, որ տարել այդ ընծան մատուցել։ Նա նայել է, որ իր եղբայրը անում այդ զոհը, նախանձի դրդումով վերցնում է ձեռը ինչ ընկնում է, վերցնում է տանում է Տիրոջ տա։ Իսկ Տերն ասում է քո ամենալավը բեր։ Ես արժանի եմ։ Տարբերությունը դրանում է, որ Աբելը այն զոհը, որ բերեց ասում, նա փայփայել, սիրել է, յուրահատուկ ձևով է խնամել, որ բերի Աստծու առաջ իրան զոհ մատուցանի։ Իսկ Կայենը միջև վերջի օրը, միջև վերջի րոպեն ինքը ուրիշ բաներով զբաղված եղել։ Հենց ժամանակ եկել է, որ պետք է զոհաբերի, ընկել է աչք ու ձախ նայել, ինչ ձեռն ընկել է վերցրել է տարել Տիրոջ մոտ։ Ինչ է կարծում ծնողը, եթե մենք աշխարհի բանով նայենք, հա, աչքերով, ծնողին դա հաճելի կլինի, որ իր զավակը այդ ձևի հարգանք մատուցանի իրան։ Ես կասկածում եմ։ Դրա համար էլ Աբելը Աստված ընդունում Աբելի զոհը, բայց Կայինը անարգում է։ Ու ինչ է անում դա բերում է սպանության։ Դա իր ներսում սկսում է աճել արմատներ տա, ինչպես ռակը ոնց են ասում, քաղցկեղի մետաստազներ, ու կործանում է իրան Կայինին, տանում է կործանա, գնում է մեղքի, գնում է առաջին արյունաթափությանը, գնում է առաջին սպանությանը։ Նախանձը միշտ բերում է կործանման։ Քանդում է հարաբերությունները, քանդում է սերը, քանդում է եկեղեցին։ Գիտեք, եթե նախանձին դեմը չառնվի, իրան հնարավորություն տրվի, իրան ոչ ինքը այնքան բաներ ունի, հնարավորություններ, ինքը այնքան բաներ է գեներացնում ընթացքում, ասենք, մեր կյանքի առօրյաներում, նախանձը մի հատ նենց անսպասելի տեղում գլուխ կբարձրացնի, որ ոչ մեկ չի սպասի, բայց խի եղբայր, բայց խի քույր,
Ինչի համար ես նախանձում։ Գիտեք ինչի, որովհետև դա մեղք է, դա զգացմունք չի։ Զգացմունքը կարող է այսօր դու էմոցիաների մեջ ես, ապաշխարես կամ այդ հարցը լուծվի, այդ նեգատիվ զգացմունքները անհայտանա, գնա, վերջանա։ Դու էլի տիրոջ հետ ես, դու ցնծում ես, դու առաջ ես գնում, բայց նախանձը մեղք է։ Նա եթե արմատները գցեց, նա իր գործեր անելու է։ Ինչպես օրհնություններն Աստված, որ իր օրհնությունները ուղարկում է, դատարկ հետ չի վերադառնում։ Նա պտուղներ է բերում, նույն ձևով էլ նախանձը։ Նախանձը եթե իր նպատակին չհասավ, նա հանգիստ քեզ չի թողնելու։ Թե գիշեր, թե ցերեկ։ Ես տեսել եմ այդ ձևի մարդիկ։ Ես ականատես եմ եղել, թե աշխատանքի տեղը, թե գոլեգաներիս մեջ, թե շատ ցավոք բան եմ ասում, Աստծո եկեղեցում եղել են դեպքեր։ Շատ ցավալի է, բայց կան լինում է, որ մարդ թույլ է տալիս։ Գիտեք, ես երև 99.99% համոզված եմ, որ ազատ եմ, բայց այն 0.01%-ը մի քիչ կասկած է բանանում, դրա համար Աստծո ասում որ դու խոսում ես, դու ինքդ շինություն ես ստանում։ Ես այսօր հույսով եմ, որ հավատացած եմ, որ այդ 0.01-ից էլ ես կազատագրում, որովհետև տեղ չունի։ Նախանձին պետքա տեղ չտանք այդ 0.01%-ն էլ։ Եթե թույլ տվինք, իր արմատները գցեց, հետո դա գերանների է վերածվելու այդ արմատները։ Նախանձը մտնում է հոգևոր միջավայր։ Տեսեք, Քրիստոսի աշակերտների մեջ էլ նախանձից դրդված արդեն ինչ որ խոսակցություններ էր առաջանում։ Տեսեք, եկեք բացենք Ղուկաս ավետարանի 22-23-ը Եվ նրանք սկսեցին հարց ու փորձ անել իրանց մեջ, թե իրանցից ով է արդյոք նա, որ այն բանը գործելու է, եկեք դա անցնենք 24-ը։ Նրանց միջումը մի վեճել եղավ, թե իրանցից ով պիտի մեծ համարվի։ Եթե հիշում եք նախորդ քարոզի մեջ ես սիրո մասին եմ խոսում, որ Հիսուսը սեր էր քարոզում, էլի իրանց մեջ մրցակցություն կար։ Հիմա այս խոսքը նորից ինչի Աստված դա մեջ բերում, որովհետև շատ կարևոր է, որ Աստծո մեջ եղբայրներն ու քույրերը իրար մեջ մրցակիցներ չտեսնեն։ Գիտեք, ծառայությունը հայտնվում է, նախանձ հայտնվում է ծառայության մեջ, եղբայրների քույրերի մեջ։ Եթե մեկը ուրախանում է, կարող է նախանձը այդ պահին տխրի։ Դրա էությունն է, գիտեք, նա չի կարող քո հետ ներդաշնակի, եթե դու Աստծո հոգով շարժվում ես։ Չսպասես ինչ որ հարմոնիա, взаимопонимание, փոխհամաձայնություն, որ նա քեզ կասի օքեյ։ Ես համաձայն եմ քո հետ, երբեք։ Գիտեք, երբեմն մարդ ուրախանում է ոչ թե այն բանից, որ Աստված անում է իր համար, այլ տխրում է այն բանի համար, որ Աստված իրան չի տվել, նա ինչ որ են մեկ ունի։ Հասկանում եք։ Այսօր հիանալի խոսք էր հովի վրա խոսած։ Մենք չպետք է Աստծո ծրագրերից առաջ ընկնենք ու այսօր որ այս խոսքը խոսում է հավատացած եղեք Աստված մեր գործերը ուզում անի յուրաքանչյուրիս հետ բայց այդ արգելքը պետքա մենք չունենանք այդ խոչընդոտը մենք պետքա հաղթահարենք ու առաջ անցնենք
հնարավոր է մեծամասնությունը ազատ են, հնարավոր է ազատ են այդ զգացմունքներից, այդ ունակությունից իրանք ազատ են, հա, նախանձից, բայց Աստված ուզում է, որ բոլորս առաջ անցնենք, Աստված չի ուզում, որ կանգնենք նույն մակարդակի վրա, որովհետև գիտեք թշնամին քնած չի, թշնամին կարողանում է զարմացնի իր առաջարկած բաներով, եթե մենք աշխարհին չտանք ալտերնատիվ, որը որ բարին հաճելի ու կատարյալն է, աշխարհը չկասկածեք, աշխարհը իրանն առաջարկելու, հրապուրելու, ու շատերն են գնալու իրանց հետևից։ Նախանձ ինչ անում, ինչ արեց, Հիսուս Քրիստոսին տարավ միջև խաչը։ Եկեք բացենք Մատթեոսի 27:18-ը։ Տեսեք, որովհետև գիտեր, որ նախանձով էին մատնել նրան։ Ուրեմն քահանայապետը, դպիրները, փարիսեցիները, իրանք ինչ էին անում։ Իրանք քունը կորցրել էին։ Իրանք իրենց խաղաղությունը կորցրել էին, որովհետև վտանգ կար, վտանգ էր սպառնում, որ իրանք գանկից կլինեն։ Այն արհեստական բանը իրանք այդ կուրքի ձևով այդ աթոռը, որ իրանք դրել էին իրանց համար, դա սկսեց արդեն տատանվել, երբ որ Հիսուս Քրիստոսը մտավ իր ծառայության մեջ։ Նրանք արդեն սկսեցին այդ վտանգը տեսնել, որ իրանք սպառնում է, որ իրանք կորցրին իրանց հոգու խաղաղությունը, ամեն ինչի պատրաստ էին, որ իրանք չկորցնեն իրանց դիրքը։ Ու չգիտես ինչի, իրանք կարծում էին, թե դա է Աստծո կամքը, որովհետև իրանք Մովսեսի գրքերի բանն էին կատարում, գրվածքն էին կատարում, որովհետև իրանք Աբրահամի որդիներն էին։ Գիտեք, պարգևների պահով ասեմ, որ մենք լինենք ուրախացող սիրտ ունեցողներ։ Աստված լրիվ ուրիշ ձև է գործում։ Եթե մենք մեր ուղեղով մահկանացու փորձում ենք մի հատ ասուն տեղավորել մեր ուղեղի մեջ, տեսնենք Աստված երևի ես ձև անի, երևի ես մեկին օգտագործի, ես մի քրոջ, ես մի եղբայրը, Աստված գիտես ինչ անում, Աստված ակռավին է վերցնում օգտագործում։ Եթե պահն է գալիս Աստված, ավանակին է վերցնում օգտագործում իր գործի համար։ Եթե պետք է լինում, ինքը կետին էլ է օգտագործում, այդ ահռելի ձկանում։ Երևի թե մենք մեր պատկերացումով պետք է մի հատ լիմուզին ուղարկեին, որ գնար, հա, Հովնան Մարգարեն բանաներ, չէ, քարոզեր, Աստծո խոսքը տաներ։ Ինովի բանը ժողովրդին, բայց ինք սկսեց հակառակվել ու Աստված ինչ արավ, օքեյ, ես ուրիշ տրանսպորտ քո համար կճարեմ։ Կոմֆորտ կլինի մի քիչ, ոչ, դա արդեն երկրորդական է, բայց դու պետք է այդ գործ անես։ Հիմա տեսեք ինչքան է տարբերվում մեր պատկերացրածը ու Աստծո հնարավորությունները ու Աստծո ուզածը։ Լրիվ տարբերվում է։ Գիտեք, ես աշխարհիկ ընկեր ունեմ, ինքը իմ ղեկավարն է աշխատանքի։ Պահալնում ես երևի թե մի քիչ ամոթ եմ զգում, որովհետև մի անգամ առիթ եղավ ինքը հրավիրեց գոլեգաներ եւ այլ, ինքը շատ հասել է շատ բաների այս աշխարհում ու մեքենա էր բանը գնել շատ թանկանոց ու մեզ գոլեգաներից հավաքել էր այդպես
նու շփվում էինք, ինքը կանգնեց տեղով ասեց, տղերք, ես ցանկանում եմ, որ ամենավատը իմը լինի ձեր մեջ, ինչ որ ես ունեմ, որ դուք ինձնից ավելի շատ ունենաք, որ ձեր մեջին ամենավատը ես ունենամ, սա լինի ամենաէժանանոց բանը, որ ես ձեռք եմ բերել։ Իհարկե ինքը գիտի, ես ասենք մենք շփվում ենք, մեկ բան չհակառակվում է, բայց ժամանակ գա Աստված ամեն ինչում իր ժամանակն ունի, ես հույսս չեմ կորցնում, որ ինքը մի օր իրոք անկեղծորեն կգա Աստծուն։ Բայց տեսնում եք, անգամ մենք մեզ բռնացնում ենք, չէ՞, մենք ասում ենք, ստոպ, այսօր գնացիր։ Հանգիստ, այսօր ես գնում, շատ գնացիր ախր է, այդ բոլորը սաղ, այդ մարմնական են, այդուր ես գնում, դրանք սաղ վառվելու են, դրանք մոխիր են դառնալու, այդ ինչի հետևից ես ընգել, եթե ընդեղ մարգարե կարիք կա, որ Աստծո խոսքը տանի հասնի, որ այդ մարդիկ ապաշխար են, ու իրանք էլ սրտաբաց սպասում են այդ խոսքին։ Իսկ մենք երբեմն սկսում ենք մտածել, հա, տուն, մեքենա ես են, լավ վականցների եւ այլ, մեկ էլ sense զգացել եք, չէ, տանում եմ, այսօր էլ գնում։ Եկեք Կորինթացիներից 12-18 բացենք, դա կհաստատի։ Առաջի Կորինթացիս 12-ի 18 Բայց հիմա Աստված անդամները նրանց ամեն մեկը դրավ մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Գիտեք, Աստծո մոտ յուրահատուկ կոչումներ չկա, այնտեղ բաներ չկա, էլի, պաշտոններ, որ ինչ որ մենք պետք է բան անենք ու այդ պաշտոնները ձեռք բերենք։ Աստված ազատ է իր որոշումների համար, ի տարբերություն մեզ։ Պահա լինում, մենք առանց կասկած ասում ենք, այս եղբորը կվերցնի կօգտագործի Աստված։ Հաստատ այս գործի համար Աստված այս եղբորը կվերցնի, կամ այս քրոջը։ Մեկ էլ հոп սյուրպրիզ, Աստված ման եկավ, չէ, այս գործը ագրավ ավելի լավ կանի։ Գիտեք։ Հալելույա։ Դրա այդ բոլորի նախադեպներից մեկը, որ նախանձը ծագում է, երբ որ մարդ սկսում է համեմատություն անել։ Բայց նախանձի համար դեղ կա։ Գիտեք, դա կոչվում է սեր։ Եկեք բացենք առաջի Կորինթացիների 13:4։ Տեսեք, ասում է, սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում։ Այնտեղ, որտեղ սեր կա, այնտեղ մրցակցություն չկա, մրցակցությունը տեղ չունի։ Այնտեղ, որտեղ սեր կա, այնտեղ համեմատություն չկա, այնտեղ նախանձ չկա, այնտեղ հարգանքի պատիվի մասին ընդհանրապես ավելորդ է խոսալու։ Որովհետև մենք գիտենք, որ այդ բոլոր պաշտոնները մենք Աստծուց ենք ստանձնում, ոչ թե մարդուց։ Ու այսուհետև ինչ եմ ուզում ասեմ։ Նախանձը սկսում է լուր։
մարդու մոտ երբ որ նախանձը առաջանում է, շատ հնարավոր է ինքը չնկատի։ Եթե ինքը չլինի Աստծո խոսքի մեջ, եթե ինքը չլինի աղոթքների մեջ, եթե ինքը չունենա Սուրբ Հոգու հետ հարաբերություն։ Նախանձը աննկատելի կմտնի այդ անձնավորության մեջ ու կսկսի ինչ անի, կսկսի քանդել այդ անձնավորությանը, ինչպես Կայենին կործանեց։ Նախանձը բաժան մտցրեց աշակերտների մեջ։ Հենց ընդեղը, որ սկսեցին պաշտոններ կիսել արդեն, Տերը իրանց կողքը, նրանք պաշտոններից էին մտածում։ Նախանձի դրդումով Քրիստոսին բերին, խաչին գամեցին։ Աստված ուզում է մեզ տա մաքուր սիրտ։ Երբ սրտում հայտնվում են շնորհակալություն, սեր, ուրախություն, ուրիշների համար բավարարություն, ոչ տրտնջող սիրտ, նախանձը կորցնում է այդտեղ իր ուժը, սկսում է նվազել ու վերանալ։ Եթե այդ բանալիները մեր առօրյայում վերցնենք, սկսենք օգտագործել, հավատացած եղեք, Աստված յուրաքանչյուրից համար գործեր ունի։ Աստված չի ուզում կանգնենք մեր տեղը։ Իրոք, ժողովուրդ, մանավանդ, որ ասենք մի երկրում ենք մենք գտնվում, մամոնի ուժը բերում է մարդկանց երկրպագության այդ կուռքի դեմ, մամոնը կառավարում է քաղաքագետներին, պոլիտիկներին, մամոնը կառավարում է նախարարներին, անգամ ղեկավարության մեջ նախանձի դրդումով երկիրն է գնում կործանման։ Ոչ ճիշտ որոշումներ կայացնելու համար, ինչը այն մի իր կոլեգան ավելի ճիշտ բան առաջարկում, ոչ թե ինքը ամեն ինչ անում է, որ այդ ծրագիրը չիրականանա։ Ինքը խոչընդոտներ կբերի իրան առաջ գցելու համար, եթե երկիրը գնա կործանման, ոչինչ, կարևորը ինքն է։ Ինքն է այդտեղ փառավորում իր անձը։ Չի ուզում ասեմ մի բան էլ կիսվեմ ձեր հետ ու կաղոթենք մենք։ Մյուս տարի մեր ավարտականի 40 տարին է լրանում, հոբելյան, ու մեր աշակերտները, իմ դասընկերները, դասընկերուհիները ոչ մեկ չէին բան արել, տենց որ ասենք մտահղացում չկար, տենց թռոցիկ ասել էին անցել ու վերջ, ես որոշեցի, Տեր ջան, սա լավ հնարավորություն է, եթե դու թույլ ես տալիս, ես վերցնեմ այս միսիա, ես իրականացնեմ ու այն ժամանակ էլ քո անունը կխոսամ քո անունից, քո անունը ընդեղ կմեծարեմ, ով կընդունի, փառք Տիրոջը, հիմա չընդունեն, կարևորը ես իմ ինձնից պահանջվածը կանեմ, ու գիտեք ինչ, որտեղից որտեղ այն մեկ ասեց, քանի հատ արդեն բան ունես պատվիշիկ, այն մեկն ասում է, հույսով ես գործ առաջ կգնա, այն մեկն ասում է, հաստատ համոզված ես, որ այդ ծրագիրը կիրանանա։ Բոլորը քնած էին, ոչ մեկ գլուխ չէր բարձրացնում, բայց հենց խոսքը գնաց, դրա մասին արդեն սկսեցին իրար անցով անցնել։ Ու ես գիտեմ, կան մարդիկ, դեռ դպրոցական տարիներից միշտ նախանձից դրդված մրցակցել են իմ հետ։ Փառք Տիրոջը, Աստված ինձ ազատագրել է։ Ես իրանց օրհնում եմ Հիսուս Քրիստոսի անունով, հույսով եմ, որ իրանք
մի օր Աստծուն կգան, Աստծուն կընդունեն իրանց որպես փրկիչ։ Եկեք այս նոտայով գանք Տիրոջ առաջ, խնդրենք, որպեսզի Աստված մեզ օգտագործի որպես անոթներ իր փառքի համար ու մեր ուշադրությունը կենտրոնացած լինի իր վրա, իր թագավորության վրա, իր գործերի վրա, ոչ թե այն գործերը, որ մեր գոլեգաները, մեր քույրերը, եղբայրները անում են ու ավելի հաջողակ են լինում, մենք նայենք ուղիղ, ինչպես Հովիվ ասաց այսօր, կանգնած ես այդ տեղում, քեզ Տերը նշանակել է, արա այդ գործը, սրտով արա, սրտանց արա այդ գործը։ Գիտեք ինչ, անկախ նրանից, դա նախարարը թե հավաքարար, յուրաքանչյուրը եթե իր գործը անում է, Տիրոջ համար Աստված հավասար օրնում է, Աստված աչառություն չունի, ես համոզված եմ, որ Աստված քիչ չի օրհնի այդ հավաքարարին, քան թե ասենք այդ նախարարին։ Եկեք ոտքի կանգնենք, Տիրոջ խնդրենք, եթե ով որ զգում է, պարտադիր չի առաջ գաք, եթե ով որ զգում է, որ դա նկատել է իր մոտ, եկեք աղոտ բարձրացնենք Տիրոջ, ասենք Տեր ջան, քո կամքը ավելին է, քան թե մեր ցանկություններն ու մեր միտքը։ Մենք քեզ առաջ ենք գցում, քո ծրագրերը մեզնից առաջ են գցում, դու ընդառաջի մեզ։ Մենք ուզում ենք քո հետևից գանք։ Փառք ես Տեր ջան, քո խոսքի համար։ Խնդրում եմ Տեր ջան, մեզ ազատես, եթե ինչ որտեղ, ինչ որ պարագայում դու տեսել ես, որ մենք այդ հատկությունները ունենք, թույլ ենք տվել դա այդ մեղքի այդ ճիրանը մտնի մեր կյանքի մեջ, արմատախիլ արա Հիսուս Քրիստոսի անունով։ Մեղքը տեղ չունի, նախանձի մեղքը տեղ չունի ոչ մեկիս կյանքում Հիսուս Քրիստոսի անունով։ Թող քո ազատարար ուժը գա Սուրբ Հոգու զորությունով ազատագրի բոլորիս, յուրաքանչյուրին։ Տեր ջան, մենք քո հետևից ենք գալիս, մենք քեզ ասում ենք ընդառաջի մեզ։ Մենք քո հետ ենք Տեր ջան, ընդառաջի մեզ, մենք քո գործերին գործակից ենք Տեր ջան։ Ու խնդրում ենք, տեղ չթողնես նախանձին մեր կյանքերում, տեղ չթողնես, ինքը տեղ չունի, մեր ամբողջ սրտերը Սուրբ Հոգու համար են պատրաստված, մեր ամբողջ սրտերը քո գործերի ու քո խոսքի համար են պատրաստված։ Փառք ու պատիվ քեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։